հուլիսի 2-ին կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ դեպի Ռուսաստան հայկական ապրանքների արտահանման խնդիրը քաղաքական իմաստով կարելի է լուծված համարել եւ մնում է դրա պրակտիկ իրականացումը։ Իդեպ Gov.am-ում պաշտոնական հաղորդագրության տեքստում այդ միտքը, այդ պնդումը նույնիսկ վերնագիր էր տարվել։ Այսօր օգոստոսի 13-ն է, խնդիրը լուծված չէ, բազմաթիվ հայ տնտեսվարողներ տխուր փաստի առաջ են կանգնած։ Ի վերջո, ինչու այդ խնդիրը մինչև օրս չեք լուծել, արդյոք Ռուսաստանը ի վերջո Հայաստանի առջև որևէ քաղաքական պահանջ է դրել, թե հերթական անգամ Նիկոլ Փաշինյանը արել է հայտարարություն ու պնդում, որը իրականության հետ կապ չունի։ Հարցի երկրորդ հատվածին ինձ թվում է դուք ավելի լավ կպատասխանեք, իսկ ինչ վերաբերում է արտադրողներ, հայրենակիցների, տնտեսվարողների խնդիրներին, որոնք բախվել են վերջին շրջանում, գիտեք, որ կառավարությունը ջանքեր է գործադրում այդ ուղղությամբ, կան կառավարության հաստատված ծրագրեր, նաև այլ դեպի այդ արտադրանքը, գյուղատնտեսական արտադրանքը, այլ արտադրանքը, այլ տարածաշրջաններ ուղղորդելու եւ հարմարեցնելու հարցեր են քննարկվում եւ լուծվում եւ արվում, իսկ ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ այս հարցի կարգավորմանը, Հայաստանը ամբերատարորեն կշարունակի խոսել մեր ռուս գործընկերների հետ եւ փորձի գտնել լուծումներ։ Հայաստանի կառավարությունը սա անում է, դուք տեսաք, որ վարչապետ Փաշինյանը նաեւ Ղրղստանում մասնակցեց Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի նիստին եւ քննարկեց այս հարցի կարևորությունը եւ Հայաստանի դիրքորոշումները ներկայացրեց եւ ի վերջո սա վնաս է ոչ միայն ես վստահ եմ, որ այդ ընկալումը կա նաեւ Եվրասիական տնտեսական միության մեր մյուս գործընկերների մոտ, որ այս իրավիճակը ոչ միայն վնասում է Հայաստանի Հանրապետությանը, այլ նաեւ կառույցին եւ անդամ պետություններին։ Արձագանք Խանդանյան, դուք իմ հարցին ըստ էության չպատասխանեցիք, ես ձեզ հարցրել էի, թե ինչու մինչև այժմ խնդիրը լուծված չէ եւ արդյոք Ռուսաստանը որևէ քաղաքական պահանջ է դրել Հայաստանի առջև։ Ձեր պատասխանից դատելով ես կարող եմ արձանագրել, որ փաստորեն Նիկոլ Փաշինյանի խոսակցությունը ռուս գործընկերների հետ կարծես թե չի ստացվում։ Ճիշտ է։ Այդ խոսակցությունը շարունակական է եւ կշարունակվի, իսկ ինչու դեռ խնդիրը լուծված չէ, դա բարձ փաստ է, որտեղ Ռուսաստանը դեռ չի թույլատրում Հայաստանի արտադրողներին իրենց ապրանքները ներմուծել Ռուսաստան, երբ հուսով եմ առաջիկայում առիթ կունենանք նաեւ մեր ռուս խորհրդարանական գործընկերների հետ շփվելու, ես առաջարկում եմ նաեւ այդ հարցը ձեր հարցի երկրորդ մասը, արդյոք այդտեղ քաղաքական պահանջ տալ Ռուսաստանցի մեր գործընկերներին։